Հուլիսի 12-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին կնշի Վարդավառի կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տաղավար տոնը։ Տոնը կոչվում է Վարդավառ մեր Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով։ Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, այնպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում էր իր մեջ աստվածության պայծառությունը։ Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այնպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է իր աստվածությունը։ Տոնը պայծառակերպություն է անվանվում, որովհետև Մատթեոսի ավետարանը պատմում է, որ 6 օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբորը Հովհաննեսին, տարավ առանձին մի բարձր լեռ ու նրանց առաջ պայծառակերպվեց։ Հետաքրքիր է, որ քրիստոնյա բոլոր եկեղեցիները այս տոնը այլակերպություն անունով են նշում, եւ միայն հայ եկեղեցին է այն կոչում նաեւ պայծառակերպություն, շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը, որի մասին գրված է Աստվածաշնչում։